Գենացքներն ապահով են երթևեկում, երբ խափանված չէ կայարանների միջև ազդանշանային կապը։ Սա անվտանգության խնդիր է, որը սակայն գունավոր մետաղամոլներին բացարձակ չի հետաքրքրում։ Նրանք գունավոր մոլուցքով տարված ոչ միայն սյուներն են մագլցում, այլև փորում հանում են մալուխները։ Հունվարի 7-ին ժամը 18-ի սահմաններում այդ նախասիրությունն ունեցողներից մեկը որոշեց Պրոշյան կայարան Եղվարդ երկաթգծի մի հատվածից ազդանշանային մալուխ գողանալ։ Հողը փորեց, էլի փորեց ու 10 մետր մալուխ հանեց, ու մինչև երկաթգծի պատասխանատուները կվերականգնեին կապը, հունվարի 9-ին դարձյալ հողը փորելով տարավ 15 մետր մալուխ։ Դրան հաջորդեց հունվարի 13-ի գողությունը։ Հունվարի 17-ին արդեն վերականգնված հատվածից գողացան 20 մետր ազդանշանային մալուխ։ Նորոգված հատվածի հողը փորելը հեշտ էր։ Նույն հեշտությամբ էլ հունվարի 20-ին մալուխազերծվեց վերականգնված հատվածներից ևս մեկը։ Կատարվածի մասին առաջին իսկ գողությունից հետո տեղեկացել էին ոստիկանության Նաիրիի բաժնի աշխատակիցները։ Հանցագործությունը կատարած անձի ինքնությունը պարզելու եւ հանցագործությունը բացատրելու նպատակով մեր կողմից կազմակերպվեցին մի շարք դարանակալումներ։ Հերթական դարանակալման ժամանակ մալուխամոլը նկատվեց, սակայն բարենպաստ մառախուղի եւ տարածքի լավ իմացության պատճառով նրան հաջողվեց փախչել, դեպքի վայրում թողնելով գողոնը։ Փախուստը, սակայն, կարճատև էր։ Մեր կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ հանցագործությունը կատարել է Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ Դմիտրի Անդրեի Սակալովսկին ծնված 1970 թիվ, որը սույն թվականի հունվարի 30-ին Երևան քաղաքի 16 թաղամասից հայտնաբերվեց եւ բերման ենթարկվեց ոստիկանության Նաիրի բաժին։ Արդեն ոստիկանության Նաիրիի բաժնում Դմիտրի Սոկալովսկին հիշեց կատարած մանրամասները։ Պարզվեց, որ գունավոր մետաղի գողություններ էր կատարել նաեւ այլ վայրերից, որոնց աշխարհագրությունը կամբողջացնի շարունակվող նախաքննությունը։ Կապան քաղաքի բնակիչ 1981 թվականին ծնված Արա Սոսի Խաչատրյանը հունվարի 2-ին ժամը 18-ի սահմաններում դուրս է եկել տնից եւ անհայտ կորել։ Արա Խաչատրյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Կապանի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 590702 կամ 0285 52239 հեռախոսահամարներով։ Ըստ Հայաստանի Հանրապետության ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի փետրվարի 4-ից 5-ն ընկած ժամանակահատվածում Հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքից բացահայտվել է 5-ը, գողության 26 դեպքից 14-ը, խարդախության 3 դեպքից 2-ը, իսկ խուլիգանության 1 դեպքը բացահայտվել է։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում Հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար, 8 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Երթևեկության անվտանգության ապահովման կարևորագույն բաղադրիչներից մեկը հետիոտնի կողմից ճանապարհային երթևեկության կանոնների անվերապահ պահպանումն է, սակայն փողոցը գետնանցումով կամ լցանշված ուղիակներով հատելու տարրական պահանջը քչերն են կատարում։ Համառ մեծամասնությունը շարունակում է վտանգել իր կյանքն ու առողջությունը, փողոցն անցնել որտեղով ու ինչպես պատահի։ Ոստիկանությունը կրկին կոչ է անում քաղաքացիներին ձեռնպահ մնալ վտանգավոր երթևեկից։ Դիմում ենք ձեր իրավագիտակցությանն ու օրինահարգությանը, խնդրում ենք գիտակցել, որ երթևեկության կանոնները խախտելով նախ եւ առաջ վտանգում եք ձեր կյանքն ու առողջությունը, չխոսելով արդեն վթարային վիճակների ու երթևեկության խաթարման մասին։ Փողոցը չթույլատրված հատվածներով անցնելն իրավախախտում է եւ պատժվում է տուգանքով, սակայն ոստիկանության խնդիրը տուգանելը չէ, այլ քաղաքացուն պահպանելը, նաեւ իր իսկ հանդեպ ոտնձգությունից, որն արտահայտվում է ճանապարհային երթևեկության, բանականության ու տրամաբանության կանոնների խախտումով։ Զանցանքի ու զանցառույթ դեմ ոստիկանական ու վարչական մեթոդները միշտ էլ գործուն են եւ կկիրառվեն, սակայն ոստիկանությունը կոչ է անում գնալ փոխըմբռնման ու փոխօգնության, համակեցության կանոնները միասնական ուժերով պահպանելու ճանապարհով։ Ամեն անգամ փողոցն անցնելիս հիշեք, որ տանը երեխաներ են սպասում։ Հիշեք, որ երեխաներն են տեսնում ձեր խախտումը։ Հիշեք, որ կյանքը շատ ավելի թանկ է րոպե առաջ դիմացի մայթը հասնելու ցանկությունից, շատ ավելի թանկ է ոստիկանի դիտողությունից կամ տուգանքից, որն անխուսափելի կդառնա, եթե սթափվելու եւ տարրական օրինապահության մեր հորդորները մնան անարձագանք։
Ընտրությունների ժամանակ քվեարկության սենյակում միաժամանակ չի կարող գտնվել 15-ից ավելի քվեարկող։ Եթե ընտրական հանձնաժողովի նախագահի այս պահանջը չի պահպանվում, նրա խնդրանքով այդ գործառույթն իրականացվում է ոստիկանության օժանդակությամբ։ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հորդորում է ընտրությունների ընթացքում եւ առհասարակ հետևեք օրենքի պահանջին եւ աջակցեք ընտրությունների անխափան անցկացմանը։